Փառք Տիրոջը սիրելի Աստծո ժողովուրդ։ Շնորհակալ ենք Աստծուց իր բացառիկ ողորմության համար, որ եւս մեկ անգամ ինքը ողորմած, որ ամեն մեկը զգանք իր փառախը, իրանից առնելու եւ իրանով առաջնորդվելու։ Ամեն։ Շնորհակալ ենք իր մեծ ողորմությունների համար, որ Աստված այսօր մեզի ողորմացել է եւ բերել իր փառախը։ Մենք ստեղ եկել ենք ամեն մեկը տարբեր հոգսերով, տարբեր վիճակներով, մեկը պատերազմի մեջ է, մեկը մի քայլ հետ է, մեկը մի քայլ առաջ է, բայց Ավետարանի խոսքը մեզի խոսք ունի ասելու Երեմիա մարգարեություն 29:11 ասմաքազիզեցի համար ծրագիրը գիտեմ կսետերը ծրագիրը բարօրության եւ որդե չարիքի ձեզի ապագայիմը հույսը տալու օրհնյալը մեր Տիրոջ անունը մենք տեսնում ենք Աստվածաշունչ Մատթեանը մեզ հորդորում եւ ասում է որ ծրագիր ունեմ ոչ թե չարիքի հապա բարիքի Մարդիկ մտածում են այսօրվան օրով ինչ որ մի բան պատահել է իրանց հետ, ինչ որ մի վիճակներում ընես չի իրանց հետ կատարվում, բայց Աստված ամենակարող Տերը ինքը նայում է մեր ապրած ամեն քայլին եւ ինքն է տնօրինում այս ամեն վիճակների մեջ, ամեն։ Դրա համար կուզենամ կարդալ Օրինաց 28 1-ից 9 Օրինաց 28 1-ից 9 Ասում եթե քո Տեր Աստծոյի խոսքերին ուշադրության մտիկ ընելով, զգուշությամբ գործադրես անոր բոլոր պատվիրանքները, որոնք ես այսօր քեզի կհայտնեմ, քո Տեր Աստվածը երկրի բոլոր ազգերեն ավելի պիտի բարձրացնե քեզի։ Եթե քո Տեր Աստծոյի խոսքին հնազանդես, այս բոլոր օրհնությունները քո վրա պիտի հասնի։ Քաղաքի մեջ օրհնյալ պիտի լաս, դաշտի մեջ օրհնյալ պիտի երկրի պտուղները եւ անասունները պտուղներով, կովերու ծնունդները, ոչխարների թոթերը Օրհնյալ է Տիրոջ անունը եւ ստեղ գրված է տարբեր օրհնության վիճակներ բայց ինչ դա Տեր ասում է եթե հնազանդվես ուրեմն ինչ կա պայման եւ խոստում մենք տեսնում ենք ամեն ժամանակների մեջ տեսնում ենք վիճակներ մի գործի տեղում մի աշխատանքի վայրում մի ինչ որ ընտանեկան հարաբերությունների մեջ ծնողական դաստիարակության մեջ երեխայիդ մի բան խոսք է տալ երբ որ ինքը ինչ որ մի բան անում է Դրա համար ամենակալ Տերը, երբ որ ինքն էր թագավորում եւ ինքն է թագավորում ամենին ամենտեղ, ինքը ունի պայման եւ խոստում։ Ասում է, եթե հնազանդվես, այս օրհնությունները քո հետևից պիտի գան։ Ես քո տուն տեղ կնի երեխա որովայնի պտուղը անասունը մտնելը դուրս գալը տաշտը ամեն ինչ պիտի օրհնեմ։ Ստեղ ամեն մեկս որ նստած ենք, ես համոզմունք ունեմ, որ բոլորս եկել ենք օրհնության։ Ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսը պայման է դրել ստեղ։ Ասում է մի խոսք, որ ամենակարևորն ասում է կամ ծառը բարի արեք անոր պտուղը բարի, կամ ծառը չարեք անոր պտուղը չար։ Բայց մենք տեսնում ենք, որ բարիք անելու համար ինչքան դժվարություններ է պետք։ Ինչքան պիտի խոնարհվես, որ բարիք անես։ Բայց տեսնում ենք մի վիճակի մեջ, որ չարություն անելու համար բան պետք չի։ Աչքերդ փակի բերանդ բացի։ Ազատ Էդի չարության խնդիրները, որ կարաս արխային անես, բայց բարիք անելու համար շատ պիտի խոնարհվես, շատ պիտի իրան ավելի շատ երկար մտածես այդ քու քայլի համար։ Շատ ժամանակներում մեր ապրած կյանքի մեջ ըլլում է պրոբլեմատիկ մի հատ վիճակ, որ ասում ես Երանի այս խոսքը չասեի։ Ասում է ճիշտ է որոշումը դու ես կանրացնում, բայց հետևանքի Տերը դու չես։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, փառք իրան։ Մենք բոլորս եկել ենք ստեղ օրհնվելու եւ ուզում ենք որ այդ օրհնության աղբյուրը տեսնենք ինչն է։ Երկրորդ օրինակ 4-րդ գլուխ, երկրորդ օրինակ 4-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքերը։ Երկրորդ օրինակ 4-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքերը։ Եվ Մովսեսը ասավ Իսրայելին հնազանդե այն օրենքներուն, որոնք սովորեցուցի, որպեսզի ապրես եւ ժառանգես այն երկիրը, որ ձեր հայրերուն Տեր Աստվածը մեզի պիտի տայ։ Պատվիրաններից վրա բան մի ավելացնե եւ անիկա բան մի պակասացնե այլ ձեր Տեր Աստծոյ պատվիրանքները պահեցեք որոնք ձեզի իմացուցի ձեր աչքերուն տեսածը ինչ որ Տերը Բելփեգովի վրա վասնզի քո Տեր Աստծոյ Բելփեգոնի ետևեն գացող բոլոր մարդիկ ձեր մեջ են կորսնցուց օրհնյալ է մեր Տիրոջ անունը մենք տեսնում ենք Մովսեսը հենց ինքն այն ժամանակ խոսում էր ասում որ պիտի հնազանդվես որ այդ բաներն անես։ Եվ մենք շատ ժամանակներում, երբ որ տեսնում ենք մեր ապրած կյանքի մեջ մի վիճակ, գալիս ենք հասնում ենք մի վիճակի, տեսնում ենք մեր մեջ մի հատ բնույթ կա, որ Աստծո խոսքին անհնազանդ ամեն, իմ մեջ կա, չգիտեմ ձեր մոտ ոնց։ Հա?
թե մենք ամեն մեկս նույն ցեխից պատրաստված ենք։ Նույն ցեխից։ Դրա համար ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում է դու պիտի հնազանդվես։ Եթե Տերն հնազանդես դու մարդուն, շատ ցավոտ ալնում դա, բայց երբ որ մարդն հնազանդում, դա շատ անուշ է։ Օրհնյալ է մեր Տիրոջ փառավոր անունը։ Կուզենամ էսա մի երկու տեղ էլ ասեն կարդալ, ստե գրած է Հովանու ավետարան 14:21, Հովանու ավետարան 14:21։ Շատ օրհնյալ համարը, շատ եմ սիրում այդ համարը, Հովանու ավետարան 14:21։ Ասում է որ իմ պատվիրանքներս կբռնե եւ կպահեզանոնք, անիկա զիս սիրողն է, եւ որ զիս կսիրե, իմ հորմես պիտի սիրվի, եւ զանիկա պիտի սիրեմ եւ ինքս անոր պիտի հայտնեմ։ Օրհնյալ է մեր փառավոր հոր անունը։ Նորից եմ կարդում, ասում որ իմ պատվերներս կբռնե, առաջինը եւ կպահեզանոնք, անիկա զիս սիրողն է, եւ որ զիս կսիրե, իմ հորմես պիտի սիրվի, եւ զանիկա պիտի սիրեմ եւ ինքս ինք անոր պիտի հայտնեմ։ Այսօրվան օրով տեսնում ենք մի բան, ամեն մեկս որ եկել ենք ստեղ, մի բանի համար ենք եկել, որ եթե չէ, մենք սխալ տեղն ենք եկել։ Եկել ենք որ նրա հետ հանդիպում ունենանք։ Եթե պետք է լինի որ մեկ հետ հանդիպենում կոֆեանոց կա, բանկա կարասետած նստես, հանդիպես կամ իրենց տունը հույր գնաս, չէ՞։ Բայց այսօր երբ որ եկել ենք Տիրոջ տան մեջ, մենք եկել ենք մի նպատակով, որ ամենակալին հանդիպենք։ Որտեղ նրանից է գալի ամեն աղբյուրները, նրանից է գալի այդ ամեն իրավիճակները։ Եթե քոքուտ աշխարհի մեջ պաշտամունքի ժամանակ դու չես կարողանում դու այդ հարաբերվես, դու չես կարողանում հաղորդակցվես, ես ասում եմ որ դա շատ վատ վիճակ է, որ չես առնում են ինչ որ պիտի առնեիր։ Բայց Աստված իր խոսքով մենք տեսանք, որ Աստված մեր համար ունի ինչ ծրագիր մը բարիքի։ Դրա համար սիրելի քուրս եղբայրս, Աստված մեզ իր ողորմությունով կանչել է, որպեսզի կարողանանք պայման եւ խոստում կարողանանք, որ մենք ինչ անենք, Իրանից առնենք եւ Իրանով մենք առաջ գնանք։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Երբ կուզենամ կարդալ, չեմ ուզում շատ երկարացնել, Հովանու ավետարան 13-րդ գլուխ 34-35 համարները։ Նոր պատվեր կուտամ ձեզի, որ մեկս մեկ սիրենք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք հալ մեկս մեկ սիրեք, ասով ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, թե իրարու վրա սեր պիտի ունենանք։ Մենք տեսնում ենք մանավանդ հիմա ասենք Այստեղ Հայաստանում շատ ենք տեսնում, որ էլ արդեն ձևավորված, ասենք, կազմակերպություններ կան, բաներ կան, հետևները գրած իրանց անուններով, իրանց վիճակներով, բայց մեզի այդ բաները չեն ասում, էլի, որ ասենք քրիստոնյային, ասենք ինչ որ մի հատ շորտ անասեն, այս քրիստոնյական ֆորմեն պետք է հագնես եւ ինչ անեն, ասեն իրար նման են։ Այստեղ ասում են, որ նրա տեղավորվում են Դրա համար գրված ասում է, որ ասում ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենանք։ Շատ ժամանակներում ես միտեղ նստած եմ մեր ավակ եղբայրների հետ մի հատ խոսք ենք խոսում, որ 90-ական թվականներին այս խոսքը չէր մենակ խոսում, այս խոսքը կյանքով ասվում էր։ Ու ասենք մենք շատ ենք հաճախակի նայում, ասենք ես Եվրոպայում եմ ապրում, ես շատ եմ հաճախակի նայում, ասենք այն վիճակին, ինչ որ ես առել եմ ստեղ, ինչ որ ես ստացել եմ, ինչ որ ես վայելել եմ, ինքիմքը դա կերել է։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ ավետարանի խոսքի հոգին ամեն ժամանակներում ես անհանգիստ անում, որ ինչա առաջի սերդ մոռացել ես եւ դու այդ առաջվա սիրո քայլերն արա, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է իր ժողովրդի հետևից, ովքեր որ այդ սրբության կյանքին դրանք ուզում են եւ դրանք պատրաստ են։ Կուզենամ կարդալ, մենք տեսնում ենք, որ Աստված ամենուր ամեն իր խոսքի մեջ ինքը դրել է պայման եւ խոստում։ Դրա համար ասենք մենք, երբ որ ժամանակ առ ժամանակ նայում ենք մեր ապրած կյանքին, տեսնում ենք, որ այդ օրհնաբեր կյանքը չկա, որովհետև Տերը մեզի արդեն իր խոսքն ասել է, որ դուք այդ օրհնություններով պիտի վայելեք։ Շատ ժամանակ մարդը, ես ասենք շատ ա եղել մեջ, փնտրտուքների մեջ եմ եղել, ինչի այդ ամենը բաները չի կատարում, որովհետև գրված է։ Ասում են իրանելի այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի քայլեր, ծառան ունենում ստաստեղը չի նստիր, անոր հաճությունը ամեն օր Աստծո օրենքի վրա պիտի իր գիշեր ու ցերեկ անոր մասին կմտածի եւ ինչ որ անի պիտի հաջողվի, ամեն։ Բա որ ինչն է պատճառը, որ մեր մոտ դա չի կատարվում, պատճառը մենք ենք, որովհետև ավետանում տրված խոստում կա, ասում հնազանդվի եւ այդ ամեն բաները կունենաս։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, կուզենամ կարդալ
Ժողովող 8:5 Ժողովող 8:5 Ժողովող 8:5 համարը Պատվիրանք պահողը չարիքի չի հանդիպում եւ իմաստունի միտքը ժամանակն ու ճամփան գիտեն Պատվիրանք պահողը չարիքի չի հանդիպում եւ իմաստունի միտքը ժամանակն ու ճամփան գիտեն Սիրելի քուրս եղբայրս Այստեղ ավետարանն ասում է որ իսկապես մենք տեսնում ենք որ պատվիրանք պահողը չարիքի չի հանդիպում եւ իմաստունի միտքը ասում է որ ժամանակն ու ճանապարհը գիտեն Շատ անգամներ մենք ասենք, շատ ասենք կամ թե մոլորվելու, թե ասենք ինչ որ պարագաներում չեն կարողանում ենք մեր տեղը գտնենք, բայց ավետարանն ասում է, որ եթե դու պատվիրանքը պահում ես, ժամանակն ու ճանապարհը գիտես։ Դրա համար օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Կուզենամ ես ամեն բանով եզրափակեմ, չեմ ուզում երկարացնել, որովհետև եղբայրներն էլ կան։ Դրա համար կուզենամ իմ եղբայրական հորդորն այս վերջի օրերի մեջ մենք տեսնում ենք աշխարհի ինչ ելք ու վեճքի մեջ է եւ շատ դժվարություններ ենք մենք տեսնում եւ Եղել է որ ասենք մարգարեական խոսքեր այնտեղ Եվրոպայում են այս բանի համար, որ շատ մեծ են չի մնալու այս ձևը, ու ասենք շատ դժվարությունները մեզի սպասում է։ Բայց մենք գիտենք որ եկել ենք Տեր Հիսուս Քրիստոսին Տերը մեզի ասել էր որ Հովանու 16:33-ում ասեց այդ խոսքերը աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք ես հաղթել եմ աշխարհին։ Դրա համար այդ հաղթության խոսքը մեր սրտերի մեջ ամեն օր պիտի բարձրանա, որպեսզի անկախ ամեն ինչից, աշխարհի ելք ու վեճքից մենք կարողանանք հաստատ մնալ այն սյունի վրա, որ Աստված մեզի կարգել է։ Ամեն։ Դե բերեք աղոթք անենք, խնդրենք Տիրոջը։